Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար վերցնել Իրանի նավթը, բայց միաժամանակ վստահեցրել է, թե Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները չափազանց լավ են ընթանում, և ինքը գրեթե վստահ է, որ կկնքվի խաղաղության համաձայնություն։ Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանի հետ և ուղիղ և անուղղակի շփումներ կան, պնդելով, թե Թեհրանն արդեն մասամբ բացում է Հորմուզի նեղուցը։ Սակայն նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի ուղիղ բանակցություններ ասելով։ Ռոյթերզի փոխանցմամբ Թեհրանը հայտարարել է, որ ստացել է ամերիկյան 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, սակայն այն չի ընդունելու։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պնդել է, որ Վաշինգտոնը հնարավոր բանակցությունների մասին հաղորդագրություններ է ուղարկում, սակայն միաժամանակ գաղտնի պլանավորում է ցամաքային հարված։ Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել նահանգների ցամաքային հարձակմանը։ Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ իր նախընտրած տարբերակը Իրանի նավթը վերցնելն է։ Իդեպ Իրանի նավթի մոտ 90%-ը արտահանվում է Խարկ կղզուց, որտեղ Վաշինգտոնը պլանավորում է ցամաքային գործողություն անել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանը հավանաբար չի կարողանա պաշտպանել այդ կղզին։